Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, Արևմտյան Հայաստանի ղարաբարության խոսնագի ելույթը, Մստր 5%-ը հայկական մասնակցությունը Օսմանյան նավթային քարտեզագրության մեջ, լույս տեսած է Արցախի թեմ իրականացված ցեղասպանություն գիտաժողովի նյութերու ժողովածուն, երբեմնի հրադարակչությունը կնշե իր 20-ամյակը, Ֆրանսիայի արտգործ նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելած է հայրու թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր, մորցված սրբավայրի ողբերգական ճակատագիրը, ժամանակակից աշխարհին մեջ պետք չէ հանդուրժվին մարդկության եւ մարդասիրության թեմ այսպիսի սարսափելի երնագործություններ, Երկրի ամրոցը Վանի թագավորության խորհրդանիշ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ղարաբարության խոսնակը հանդես եկած է ելույթով անդրադառնալով ազգային ինքնության, պատմական ճշմարտության եւ pedagogan շահերու պահպանման կարևոր հարցերուն։ Մայիս 21-ին կայացած Արևմտյան Հայաստանի Հանրապետության ղարաբարության նիստի ընթացքին քննարկված են շարք կարևոր հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ կատարված է մայիսի 28-ը որպես իբրև թե անկախության օր նշելու հարցին հստակեցման։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան նշած է, որ 1918-ի քարտեզներու իրավական հարաբերությունները նկատի առնելով Երևանյան Հանրապետության ինքնիշխանության իրական օրը պետք է նկատվի մայիս 30-ը։ Եվրադեսիլի ընթացքին Սուրբ Երուսաղեմի հայկական թաղամասին հասցեին ուղղված վիրավորական դիտողություններուն վերաբերյալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Լիդիա Մարգոսյան բարձրացուցած է հարցը միաժամանակ շեշտելով նաև Արևելքի լեգիոնի թերը 1918 թվականի Բաղեստինի ազատագրության գործին մեջ եւ բաղեստինցի ժողովրդին իրավունքները, որոնք ընդգրկված էին 1920-ի Սևրի դաշնակրին մեջ։ Նաև հաստատված է մայիսյան ցերնակներու գազམ་ագերման գարկը նվիրված սահմանադրության օրվան, Ամերիկայի Միացյալ Նահանգներու գոմե անկախության ճանաչման դարետարցին եւ ազգային ժողովի հիմնադրության։ Ցերնակներուն պիտի մասնակցին պաշտոնական ներկայացուցիչներ բարձր մագարտակի գազམ་ագերբում ապահովելու նպատակով։ Նիստի ավարտին նախագահ Լիդիա Մարգոսյան վերահաստատած է պատմական արդարության վերականգնումի եւ ազգային ինքնության պահպանման ուղղությամբ պայքարը շարունակելու իր հանձնառությունը։ Օսմանյան գայսրության շրջանին միջակետքի նավթի ուսումնասիրությամբ առաջինը զբաղված է Բոլսահայ Կալուստ Գուլբենկյան։ Ան Լոնդոնի մեջ ուսանած է երկրապանություն եւ Սուլտան Աբդուլհամիդի պատվերով գազմած է միջակետքի նավթի քարտեզները։ 1912-ին Գուլբենկյան հիմնադրած է թրքական նավթային ընկերությունը ունենալով 50/100 բաժնեդոմս։ Պատերազմեն յետք ան գլխավոր դեր խաղացած է Մուսուլի նավթի բանակցություններուն մեջ եւ 1926-ին ստացած է 5/100 բաժին, բարոն 5% անվանումով։ Մնացածը բաժնված է արևմտյան պետություններուն միջև։ Թուրքիո մեջ մշակութային ծրագիրներ իրականացնելու անոր ցանկությունը մերժված է քաղաքական պատճառներով, ուստի Գուլբենկյան հիմնադրամը ստեղծված է Լիսաբոնի մեջ։ 2024-ի ապրիլ 21-22-ին Անտիլիասի Մայրավանքի մեջ կայացած Արցախի թեմ իրականացված ցեղասպանություն խորակիրով գիտաժողովի նյութերու ժողովածուն լույս տեսած է Գաթողիկոսարանին դպակրությամբ որպես Խաչիկ Բաբիկյան հրադարակչական հիմնադրամի 18-րդ հադորը։ Ժողովածուն կներառե նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդի ուղերձը, ուր վերլուծություն կկատարվի հայկական աշխարհի դիմաց կանգնած մարդահրավերներուն եւ զարգացումներուն շուրջ դարաձաշրջանային եւ համաշխարհային գործընթացներու համատեքստին մեջ։ Հադորին մեջ ընդգրկված են 21 մասնագիտական զեկույցներ ներկայացված Հայաստանեն, Արցախեն եւ այլ երկիրները, որոնք կքննեն Ադրբեջանի գոմե Արցախի հայության թեմ իրականացված ցեղասպանական քաղաքականությունը։ Շրջափակում, բռնի դեղահանում, բռնություններ եւ ռազմական ոճիրներ։ Իրավական բաժնին մեջ կքննարկվի նաև այս ոճիրներում փաստահավաքման եւ միջազգային ադյաններու մեջ ներկայացման հնարավորությունները։ Այս ժողովածուն կարևոր քրագանություն մնե Արցախի ժողովրդի իրավունքներու վերականգնումին եւ վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներուն մեջ օգտագործելու համար։ Արևմտյան Հայաստանի մեջ գործող Բիրժ Զամանլար երբեմնի հրադարակչությունը այս տարի կնշե իր 20-րդ ամյակը գազམ་ագերբելով ցուցահանդեսներ եւ ցերնակներ, որոնք կընդգրկեն հայկական մշակույթի եւ ժառանգության կարևոր նյութեր։ Երբեմնի նպատակն է ներկայացնել Արևմտյան Հայաստանի բնիկ, ազգային եւ կրոնական տարբեր համայնքներու մշակութային ժառանգությունը, շեշտելով հայության պատմություն, ավանդություն եւ անխախտ իրավունքը ապրելու այս հողերուն վրա։ Հրադարակչությունը, որ կենտրոնացած է հայերու, եզդիներու, քյուրդերու եւ այլ ժողովուրդներու մշակութային ժառանգության պահպանման եւ ճանաչման վրա ցկտած է ներկայացնել հայ ժողովրդի պատմական եւ մշակութային հարստությունը։ Ցերնակներու շրջանագին կգազմագերբվին պատմական լուսանկարներու ցուցահանդեսներ, զրույցներ հայ համայնքի պատմության մասին եւ մշակութային ցուցադրություններ, որոնք կհիշեցնեն մեզ մեր պատմական եւ մշակութային արմատները։
Մայիսի 26-ին Ֆրանսիայի արտգործ նախարարությունը նախարար Ժան Նոել Բարոյի գլխավորությամբ պատվիրակությամբ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելեց հայերու դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ձագեբսակ դրին հուշագոտողին եւ հարկանքի դուրք մատուցեցին զոհերու հիշադակին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գառուցված Քանցասարեն ուխտակնած Պալիի նվիրատվությամբ եղած է Այնտաբի հայ համայնքի հոգևոր եւ մշակութային կենտրոնը։ Գառուցված 19-րդ դարու երկրորդ կեսին Ջարդարաբեդ Սարգիս Պալյանի նախագիծով եկեղեցին կմպետավոր եւ շքեղեր 1893-ին ստանալով իր վերջին քարը խաչով միասին։ 1915-ին համայնքը ակսորվեցավ եւ եկեղեցին դարձավ բահեստ, Աբապանդ, 1983-ին մզգիթ, Քուրդուլուշ ջամիի անվան տակ։ Սակայն պատմությունը այստեղ չի վերջանար։ 2023 թվականի փետրվար 6-ի գործանարար երկրաշարժը ճակատագրական դարձավ մինարետներեն մեգուն փլումով, որ կառուցված էր նախկին զանգակատան վրա։ Այդ պատճառով կմպետը փլեցավ, միանշանակ կերպով հաստատելով մասնակիցներու դարիներ առաջ բարձրացայնած նախազգուշացումները։ Եկեղեցին, որ գրնար գրգին դառնալ Աբաստան աղետի ենթարկվածներուն համար, ինք վերածվեցավ զոհի։ Ներկայիս նոր մեդաղը կմպետ կգառուցվի, սակայն հարցը կմնա՝ արդյոք կհարգվի այս սրբավայրի պատմությունը, թե ան գործընթացած է իր հիշողությունը։ Սուրբ Աստվածածինը բարձրապես շենք չէ, ան ողջ ժողովրդի պատմական հիշողության կենթանի վկայությունն է։ Մայիսի 26-ին 28-ը Բերնի մեջ կգայանա միջազգային համաժողով նվիրված Արցախի հայկական հոգևոր եւ մշակութային ժառանգության պաշտպանության։ Միջոցառումը կազմակերպված է եկեղեցիներու համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիա փողոքական եկեղեցվո կողմէ ամենայն հայոց կաթողիկոս Քարեքին II առաջարկով։ Իր պատկամին մեջ Քարեքին II անդրադարձավ Ադրբեջանի կողմէ շարունակվող քաղաքականության, որու նպատակն է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Ան հատկապես շեշտեց Նախիջևանի խաչքարերու գործանումը, ներկայացնելով զայն իբրև մշակութային ցեղասպանության օրինակ։ Վեհապար Հայրապետը գոչ ուղեց միջազգային արձագանքի, պաշտպանելու Արցախի հայության պատմական իրավունքներն ու ներկայությունը։ Վանի թագավորության փառավոր անցյալը մինչև այսօր գաբրի իր պատմական ժառանգության միջոցով։ Այդ ժառանգության պայծառ օրինակներեն մեկն է Փերկրիի Փերթը, Գանկուն վկայությունը Վանի հզորության մասին։ Փերթը կգտնվի Փերկրի բնակավայրին մեջ, Վան քաղաքեն ոչ շատ հեռու։ Գառուցված է Վանի թագավորության հզոր արքաներեն Մենուայի օրոք։ Մենուան հայտնի էր իր հսկա շինարարական ծրագիրներով, որոնց շարքին Փերկրիի Փերթը կզադորոշվի իր ռազմավարական թիրքով եւ ջարդարաբեդական վեհությամբ։ Այսօր Փերկրիի Փերթի ավերակները կգտնվին պատմության եւ ջարդարաբեդության սիրողներու ուշադրության կենտրոնը, հիշեցնելով Ուրարտուի հազարամյակներու թիմած Կանկուն մնացած պետականությունը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։